Hello, my name is Frank Tu, and I am the Hupatos at the US Embassy in Yerevan, Armenia. Ողջույն, ես Ֆրանկ Տուն եմ, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը։ Ամեն ամիս ես պատասխանում եմ Միացյալ Նահանգների մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին։ Կոնկրետ գործերի առնչվող հարցերին այս թողարկումներում չենք կարող պատասխանել, քանի որ ես իրավասու չեմ հրապարակել գործերին առնչվող տվյալներ։ Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում իմ գրասենյակն ուղղակիորեն պատասխանի ձեզ։ Մինչ հարցերին անցնելը հարցազրույցի օրվա հետ կապված մի փոքրիկ խորհուրդ ունեմ։ Հարցազրույցի ներկայանալիս դիմողները դեսպանատուն կարող են մուտք գործել պայմանավորված ժամից ընդամենը 15 րոպե առաջ։ Դրսում սպասելու հարմարեցված տեղ չկա, ուստի խնդրում ենք շատ շուտ չգալ, հատկապես հիմա, երբ եղանակն արդեն տաքանում է, իսկ հարցազրույցի համար նախատեսեք առնվազն 1 ժամ։ Բացի այդ, դեսպանատան տարածք կարող են մուտք գործել միայն դիմորդները, ուղեկցող ընկերները, ընտանիքի անդամները, իրավաբանները կամ հովանավորները մուտք չեն կարող գործել տարածք։ Միայն անչափահասները կամ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հարցազրույցի մուտք գործել ընտանիքի որևէ անդամի ուղեկցությամբ։ Կրկին նշեմ, որ սպասելու համար նախատեսված վայր չկա։ Ուստի արևին, քամուն կամ անձրևին դրսում չսպասելու համար հարցազրույցի թող գան միայն դիմորդները եւ պայմանավորված ժամից ոչ շուտ, քան 15 րոպե։ Անանուն հարց. Ստացել եմ 10 տարի ժամկետով վիզա, պետք է հենց այդ նույն տարում գնամ Միացյալ Նահանգներ, թե կարող եմ առաջին անգամ գնալ, ասենք 2 տարի հետո։ Thank you for your question. While officers generally expect Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ հյուպատոսական պաշտոնյաներն ակնկալում են, որ առցանց դիմումում նշված այցի ժամկետում դիմորդները կմեկնեն Միացյալ Նահանգներ, սակայն զարմանալի ոչինչ չկա, եթե ճամփորդական պլանները փոխվեն։ Բնականաբար 10 տարի ժամկետով ձեր վիզան չի չեղարկվի, եթե դուք ձեր նշված նախնական պլանից շեղվեք։ Երբեմն սակայն հյուպատոսական պաշտոնյաները կարող են տեղեկանալ, որ այս կամ այն դիմողը փոխել է իր ճամփորդական պլանները, նախատեսվող գործունեությունը կամ նշանակալիորեն փոխվել է նրա դրությունը Հայաստանում։ Նման դեպքերում կարող են նրանց խնդրել ներկայանալ դեսպանատուն, պարզաբանելու այդ փոփոխությունները։ Գոհացուցիչ պարզաբանումների դեպքում վիզան կարող է ուժի մեջ մնալ։ Իսկ եթե հյուպատոսական պաշտոնյան գտնում է, որ տվյալ անձն այլևս վիզայի պահանջներին չի բավարարում, ապա վիզան կարող է չեղարկվել։ Հարց արդից. Ես հաղթել եմ Green Card-ի DV 2017 ամենամյա խաղարկությունում եւ ցանկանում եմ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կնոջս հետ, սակայն մեր ամուսնությունը դեռևս ԶԱԳՍ-ում գրանցված չէ։ Եթե մենք մինչև DS 260 ձևը լրացնելը օրինականացնենք մեր հարաբերությունները, արդյոք հետագայում խնդիր չի լինի եւ մեզ չեն մեղադրի ֆիկտիվ ամուսնության մեջ։ Իսկ դեկտեմբերին մեզ սպասում է ընտանիքի քանակի ավելացում, արդյոք երեխայի ծննդականն այդ դեպքում կապացուցի մեր ընտանիքի ոչ ֆիկտիվ լինելը։ First, congratulations on being selected for the diversity. Նախ շնորհավորում եմ խաղարկությունում շահելու համար եւ իհարկե ձեր առաջնեկի մոտալու ծննդյան առիթով։ Փաստացի ես եւ հյուպատոսական պաշտոնյաները նկատել ենք, որ Հայաստանում չգրանցված ամուսնություններ շատ կան եւ դա բավականին տարածված իրավիճակ է։ Բայց ինչպես դուք եք նշում, մինչ փաստաթղթերը ներկայացնելը ամուսնության գրանցումը անհրաժեշտ է, որպեսզի ձեր կինը նույնպես ներառված լինի ներգաղթային վիզայի դիմումում, որպես ացանցիալ դիմող։ Անշուշտ, երեխայի առկայությունը ծանրակշիռ ապացույց է ամուսնական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ուզում եմ նշել, որ ամուսնական հարաբերությունների առկայությունը պարզելու համար դա դիտարկվող միակ գործոնը չէ։ Հյուպատոսական պաշտոնյաները հիմնականում հիմնվում են հարցազրույցի վրա, ուստի ձեզ եւ ձեր տիկնոջը կարող են հարցեր տալ միմյանց մասին կամ ձեր հարաբերությունների մասին։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք ամուսինները միմյանց մասին պետք է իմանան, առնվազն այդպես են կարծում ողջամիտ մարդիկ։ Երբեմն սակայն ոչ հաճախակի կարող է պահանջվել ներկայացնել հարաբերությունները հաստատող այլ ապացույցներ, օրինակ նամակագրություն, համատեղ լուսանկարներ եւ ամուսնական հարաբերությունների այլ ապացույցներ։ Կրկին շնորհավորում եմ ձեր առաջնեկի մոտալու ծննդյան առիթով եւ սպասում ենք ձեր եւ ձեր տիկնոջ ներգաղթային դիմումների։ Հարց Նելի Հ-ից. Բարև ձեզ, ես Նելի Հ-ն եմ։ Ունեմ 10 տարվա բազմակի մուտքի վիզա Միացյալ Նահանգներ։ Այս տարի ամռանը ցանկանում եմ անչափահաս երեխայիս հետ մեկնել հանգստանալու։ Խնդրում եմ ասեք ինչպես պիտի կատարվի երեխայիս վիզա ստանալու գործընթացը եւ որտեղ պիտի դիմեմ երեխայիս վիզա ստանալու համար։ Ամիրյանի մասնաճյուղ թե ձեզ մոտ։ Հայրենիքումս թողնում եմ ամուսնուս եւ որդուս եւ ուզում եմ նշել, որ Հայաստանում ունեմ մշտական սեփական աշխատանք։
The United States is home to a wide range of vacation spots that Միացյալ Նահանգներում հանգստանալու ու ժամանցի բազում վայրեր կան, ինքնատիպ հյուրանոցներ, ռեստորաններ ու զբաղմունքներ։ Վստահ եմ, որ հաճելի հանգիստ կվայելեք այնտեղ ձեր երեխայի հետ։ Դիմելու կարգի վերաբերյալ տեղեկությունները զետեղված են մեր կայքում։ Սովորաբար ծնողներից մեկի հետ ճանապարհորդող 10 տարին չլրացած երեխաների համար հարցազրույց եւ դեսպանատուն ներկայանալ չի պահանջվում։ Սակայն մնացած բոլոր դիմողների նման երեխայի համար եւս անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումը եւ վճարել վիզայի միջնորդավճարը։ Այս կայքի միջոցով երեխայի համար դուք կարողանաք ընտրել առանց հարցազրույցի վիզայի ստացման տարբերակը եւ կարող եք անհրաժեշտ փաստաթղթեր հանձնել Ամիրյան փողոցում գտնվող Յումաքսի գրասենյակ։ Կարող եք նաև կից ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ տեղեկանք սեփականության մասին կամ աշխատավայրից։ Երբեմն երեխային կամ նրա ծնողներին կարող են հրավիրել դեսպանատուն հարցազրույցի, ինչը լինում է այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյայի մոտ դիմումի հետ կապված հարցեր են առաջանում։ Կարծում եմ ընթացակարգերը պարզ են եւ կկարողանաք առանց դժվարությունների հետևել դրանց։ Լիահույս եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դուք եւ ձեր փոքրիկը հաճելի ժամանակ կանցկացնեք։ Շնորհակալություն հարցերի համար։ Կհանդիպենք մեր հաջորդ թողարկումներում։ Thank you for your questions, and I look forward to answering them in our next broadcast.